Անավարտ զինանշանը նրա ընդհատված կյանքի պատմությունն է։ Արամայիս Միքայելյանը ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից է։ Մայրն ուզում է, որ որդուն հիշեն ոչ միայն որպես հերոսի, այլև որպես արվեստի մարդու։ Նա սիրում էր քանդակել ու ամեն քանդակի մեջ իր հոգուց մի մասնիկ էր դնում։ Ինքը ամեն նախշազարդով, ամեն մի նոր ստեղծագործությունով ապրում էր։ Քանդակն ու փորագրությունը շարունակեց նաև զինվորական ծառայության ընթացքում։ Խնդրել էր աշխատանքային գործիքները զորամաս ուղարկել։ Այդպես էլ արեցին։ Հետո, երբ քառօրյա պատերազմն ավարտվեց, իմացան՝ Արամայիսը շատ քանդակներ էր արել ու նվիրել։ Այս մեկն այդպես էլ չավարտվեց։ Պատերազմից 1 տարի անց հերոսի աշխատանքների ցուցահանդեսն է։ Անավարտ զինանշանն ամենահայտնի գործերից է դարձել։ Սիմեն Գայանը, Մայրաթորը, հայկական խաչեր, նռներ, ինչ որ վերաբերում էր հայկականին, ինքը հայկական խորհրդանիշերով էր աշխատում։ Արամայիսի աշխատանքների կողքին նաև ընկերոջ եւ եղբոր գործերն են։ Ավագ եղբոր յուրաքանչյուր խորհուրդն Արսենն ընդունում էր իր գիտություն։ Գիտեր Արամայիսը բծախնդիր էր իր գործում եւ հոգատար ուսուցիչ։ Եղբոր առաջին եւ առայժմ միակ ուսուցիչը քանդակի։ Սովորացնել որ քանդակի մեջ հոգի դնել։ Իր մոտ այնքան լավ ստացվում է, ու ինքը զարմանում ասում է. «Մամա, երևի վերևից Արամայիսը ինձ հուշում է, որ այս նախշազարդը ստացվում է, երևի ինչ որ գերտնական բան ա մտել»։ Ու ես դրան հավատում եք։ Ես ամեն օր զգում եմ իր ներկայությունը, ամեն օր։ Տիկին Լիլիթը պատերազմում հերոսացած որդու հետ շարունակեց խոսել նաև ապրիլից հետո։ Զրույցները թղթին փոխանցեց, նրան հետևեցին Արամայիսին ճանաչողները, ու այդպես լույս տեսավ «Քեզ հետ, բայց առանց քեզ» հուշագիրքը։ Հերոսների մասին խոսելիս բառերը բավարար չեն։ Արցախի հերոսը երկար է փնտրում անհրաժեշտ խոսքերը ու կարճ կապում։ Նարեկացի արվեստի միությունում Արամայիս Միքայելյանի աշխատանքների ցուցադրությունը բացվում է հերոսի ծնունդից 1 օր առաջ։ Հուլիսի 21-ին նա կդառնար 21 տարեկան։ Նելի Հարությունյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։